Բարի ողջույն, եթերում աղջկություն պոդկասթն է ու ես գաղափար չունեմ ինչու ես սկսեցի բարի ողջույնի խոսքով, բայց կարծում եմ ես ունեմ մի թեորիա, որ այդ ամեն ինչում խառնված է իմ գիրքը 4 պատում ջազ ակումբում, որը հենց 1950-ականների երևանյան ջազի, կուլտուրկոմի եւ պայքարի եւ ժամանակի անշոշափելիության մասին է։ Self-promo-ով սկսեցի, բայց դե ես որ ինքս ինձ չգովազդեմ, ով ինձ պետքա գովազդի։ Ինչևիցե, կարծում պատճառն է, որ ես անընդհատ այդ գրքի աշխատանքներով եմ տարված, անընդհատ գրում եմ ու այս ամեն ինչը շատ լուրջ կապ ունի մեր այսօրվա էպիզոդի վերնագրի հետ, ինչքանով իմ գրելավոճը պրոդուկտիվ, էպիզոդ 6 կյանքը պրոդուկտիվության դարաշրջանում կամ ինչպես չսատկել։ Եթե դեռ նոր եք, ապա բարի գալուստ, ես Անահիտ Աղոյանն եմ ու աղջկություն հեղինակային պոդկասթում ես փորձում եմ խոսել աղջիկներին տանջող բոլոր աղջկական թեմաներից, որոնք այսօր մեր հասարակության մեջ գոյություն ունեն, փորձում եմ էսեական տարբերակով ամեն ինչ ներկայացնել, բավականին խորը ընկղմվելով այս թեմաների ու խնդիրների մեջ ու փորձելով ինչ-որ ձև առաջարկել իմ լուծումները կամ իմ խորհուրդները ու շատ մեծ հույսով, որ ինչ-որ մեկին այս պոդկասթը կօգնի։ Շատ ուրախ կլինեմ, եթե մնաք մինչև վերջ, բաժանորդագրվեք, կիսվեք ձեր ընկերների ծանոթների հետ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան աղջկություն պոդկասթի մասին։ Ու էլ երկար չեմ տանջում, սկսեցինք։ Նախ սկսենք նրանից, որ մայիսի 1-ին ես նշեցի իմ 25-ամյակը։ Հետաքրքիր փորձառություն էր, քանի որ այս անգամ ես առաջին անգամ տանը չէի, այլ Մյունխենում էի։ Ու մի կողմից 25-ին մոտենալով քո մեջ իհարկե ծնվում են շատ լիքը վախեր, որովհետև դու համոզված չես, որ քո կյանքը արդյոք 100%-անոց պրոդուկտիվ էր, արդյունավետ էր, թե ոչ։ Էլի մոտենանք մեր պոդկասթի այսօրվա վերնագրին։ Ու իմ մոտ հիմա Մյունխենում նաև սկսել են արդեն 2-3 շաբաթա դասերը, մինչ այդ ես ունեի իմ արձակուրդները, որոնց ընթացքում ես էլի փորձում էի հնարավորինս պրոդուկտիվ լինել, բայց վերջին շրջանում իմ պրոդուկտիվությունը մի քիչ փոխեց իր ուղեծիրը։ Փոխեց նրանով, որ ես հասկացա պետք չի պրոդուկտիվությունը տանել միայն վայ այս անեմ, որ չգիտեմ, տետրիս մեջ պիտի չկա դնեմ, այլ ուղղակի անես օրվա ընթացքում որքան հնարավոր է շատ հետաքրքիր բան, որոնք քո օրը կամ ապրածդ ժամերը ավելի կարևոր կամ արդյունավետ կդարձնեն։ Այդտենց ես մարտ ամսին շատ սկսեցի ճանապարհորդել Բավարիայի տարբեր քաղաքներով, շատ հետաքրքիր էր ու մի անգամ երբ որ ես Վյուրցբուրգում էի ու կստացի այսօրվա էպիզոդի հիմնական տենց միտքը եկավ հենց այդ Վյուրցբուրգում, երբ որ ես ավտոբուսում նստած էի ու իմ կողքին մի տղա էր նստած Ռուանդայից ու մենք տենց խոսում էինք ու ինքը երբ իմացավ որ ես գիրք եմ գրում, նույնը այս գրքի մասին 4 պատում ջազ ակումբում, հարցրեց, բա այդ ոնց է որ սենց երկար ես գրում, թե բա եթե ես գիրք ուզեի գրեի ու ցանկանայի այդ գիրքը ավարտեի, ես մի շաբաթ ժամանակ կտայի ինձ, ամեն օր կնստեի, կգրեի, կվերջացնեի։ Ես չփորձեցի նրան ոնց որ այդքան բացատրել ու խորանալ, որ ոչ բոլոր կյանքի ոլորտներում արդյունավետությունը կամ պրոդուկտիվությունը կարա լավ արդյունք ունենա։ Ու մի կողմից իմ համար շատ հետաքրքիր էր իր կարծիքը, որովհետև այդ հարցականի տակ էր դնում իմ որպես հեղինակի պրոդուկտիվությունը, արդյոք ես գրում եմ արդյունավետորեն կամ արդյոք ես ընդհանրապես իմ կարիերան, իմ ուղին, իմ կյանքը կառուցում եմ պրոդուկտիվ եղանակով։ Շատ էի մտածում դրա մասին, բայց փորձեցի միևնույնը անել նենց ոնց որ ես եմ զգում։ Ու այս առաջին խորհուրդներիցս մեկն է, որ պրոդուկտիվությունը վերցնեք, այն որ ասում եմ մի պտղունց աղով, որովհետև ոչ մեկ չի կարա 100%-ով ասի, որ պրոդուկտիվ լինելը, հատկապես մեր այս տոքսիկ պրոդուկտիվության դարաշրջանում, ինչ որ մեկին լավ բան կարա բերի։ Այս շրջանում, այս արձակուրդային շրջանում անշուշտ փորձում ես հասցնել ավելի շատ բան, արտադրել ավելի շատ բան, բայց ես պիտի ընդունեմ, որ ես էլ ինչպես յուրաքանչյուր մարդ այս 21-րդ դարում
Պիտի ընդունեմ, որ ես էլ ինչպես յուրաքանչյուր աղջիկ տարված եմ եղել պրոդուկտիվության մտքով ու հատկապես դա եղել է համալսարանական առաջին տարիներին, առաջին կուրս, բակալավր ու երկրորդ տարիներից համար օրվա ընթացքում ոչ պրոդուկտիվ լինելը հավասարազոր էր օրս ուղղակի անիմաստ կորցնելուն կամ վատնելուն։ Բայց միևնույն ժամանակ ես տեսնում էի ոնց են իմ շուրջ ապրող այլ աղջիկները ամեն ինչ հասցնում, հələ ավելի շատ հասցնում, քան ես, ու իրանք ամեն օր հասցնում էին գնալ ամեն միջոցառման, հետո գալիս էին դասի, ոնց որ իրանք համատեղում էին կյանք, աշխատանք, ուսումը, ու այդ բայրին մի քիչ ես չէի հասկանում արդյոք իմ մեջ է խնդիրը, արդյոք ես հասցնում եմ ամեն ինչ, թե ուղղակի այս հասարակությունն ա ցնդած, որովհետև ամեն դեպքում բոլորս էլ ունենք 24 ժամ օրվա ընթացքում։ Եվ այսպես, այսօր մենք խոսելու ենք պրոդուկտիվության տոքսիկ դարաշրջանից, երբ պատկերը ցավոք սրտի ավելի կարևոր է, քան այն արդյունքները, որոնք մենք բերում ենք։ Ու մի բան փոքր դիսկլեյմեր, եթե պրոդուկտիվությունը ձեզ համար իսկապես աշխատում է, ապա խնդրում եմ, այս ոդկասթի էպիզոդը լուրջ մի ընդունեք, շարունակեք լսել մինչև վերջ, բայց շարունակեք նույն կերպ, ապրեք նենց ոնց որ ձեզ է հարմար։ Գլուխ 1. Ես ու պրոդուկտիվությունը ոնց եմ ես ամեն ինչ հասցնում։ Սպոյլեր. ես ոչ մի բան չեմ հասցնում։ Ու հա, կարա թվա, որ ես շատ բան եմ անում, հələ մի հատ էլ մի անգամից, բայց առաջին փաստը, որ ճիշտ ասած հենց նոր եկավ մտքից ձայնագրելուց առաջ, էտենա որ պրոդուկտիվությունը ինձ համար միշտ վերջնարդյունքն է, այլ ոչ թե ընթացքը։ Բացատրեմ ինչի։ Դու կարող ես շատ երկար ժամանակ սպանել, ցույց տալով, թե բա դու աշխատում ես։ Օրինակ գնաս գրադարան, որ ցույց տաս, որ դու աշխատում ես, բայց այդ ժամանակասպանոցի է։ Բայց միևնույն ժամանակ դու չսահմանես ոչ վերջնաժամկետներ, ոչ էլ ունենաս որևէ ակնկալիք քո կատարած աշխատանքի որակի, վերջնարդյունքի ու քո սեփական սպասելիքների վերաբերյալ։ Բայց այս իմ հիմանը, որովհետև անցյալում ես ուղղակի տարված էի օրվա ընթացքում պլանավորելու ու շատ բան անալով, ես կարծում էի, որ Էդը տենց պետքա լինի, ես պետքա մի օրվա ընթացքում այնքան բան անեմ, որ ես ինձնից գոհ լինեմ։ Ու այդ ամեն ինչ անշուշտ գալիս էր սոցցանցերում տարածված վիդեոներից, երբ որ մարդիկ տենց կիսվում էին, հատկապես սենց մի հատ intellectual YouTube era կար, ինձ թվում է այդ 2020-21 թվականներն էր, երբ որ սենց բլոգերներ կային, որ ցույց էին տալի իրանց ահավոր պրոդուկտիվ օրը։ Օրինակ, չգիտեմ, իրանք 10 ժամ սովորում էին, հələ հասցնում էին 5 ժամ գնան սպորտի, իդեալական սնվում էին, ու այդ ամեն ինչը այնքան անբնական է, երբ որ դու սենց նայում ես, ու այդ հիմնականում սենց գերազանց ապրող աղջիկների պատկերներ են, ու այդ ահավոր ազդում է քո վրա։ Դրա համար եմ ասում, որ այս ոլորտը ահավոր տոքսիկ է դառնում։ Այդ ամեն ինչը բերում էր նրան, որ ես պլաներ էի պահում մոդս ու փորձում էի օրենքից կազմակերպել, որ հնարավորինս շատ բան հասցնեմ ու մտածում էի որ եթե ես չեմ կարողանում դա անել, ուրեմն ինչ-որ բան բաց եմ թողնում, որ ես պետք է ավելի լավ կազմակերպեի ամեն ինչ, որ այդ դարված ծրագիր, չգիտեմ, նպատակներ, ամեն ինչ ունենայի, բայց հետո եզրակացրեցի, որ ես բավականաչափ չեմ աշխատում կամ չեմ ճռում, ոչ շատ տոքսիկ վիճակներ մեր Անահիտը ու ես գոհ էի, երբ որ չեմ ինձ թվում է շատ մարդկանց մոտ է տենց, ես գոհ էի, որ ցուցակիցս ինչ որ բան էի ջնջում։ Ու այդ մտքումս այն հաջորդներ արդեն, ես չէի մտածում, որ էսի արեցի վաղ, ապրես Անահիտ, այլ ես հաջորդին էի գնում, որ այն էլ անեմ, որ օրինակ չեմ X դասը սովորեցի, հիմա գնամ N դասը սովորեմ, որ ամեն ինչ հասցնեմ։ Ու այսօր էլ հարյուրավոր այդ վիդեոներ ես տեսնում, համ Instagram-ով, համ YouTube-ով, որ չգիտեմ այս մարդը այն հասցրեց անի, հասավ իր նպատակին, ավտո էլ առավ, նոր բիզնես բացեց, ու սենց նայում ես ու հասկանում ես, որ նախ պրոդուկտիվությունը յուրաքանչյուրի համար պետք է սահմանվի իր տեսակով, ու երկրորդ փաստը, այս տոքսիկ միջավայրը ահավոր դեպրեսիվ է, որովհետև չպետք է աճը լինի տոքսիկ։ Նույնիսկ դեպս եթե դու իսկապես գիտես թե ինչ ես ուզում, այլ ոչ թե անընդհատ նայում ես ուրիշները ինչ արեցին, որ դու էլ այդ նույն բանը անես, որ հետ չմնաս։ Ու հա, ես իրոք կարծում եմ, որ դա էլ է մի հատ sense մեծ թոթոլ խնդիր, որ ես վերջերս նկատում եմ, որ աղջիկների մեծ մասը իսկապես չի հասկանում ինքը ինչ է ուզում կյանքից կամ ընդհանրապես ինչ է ուզում։ Մենք սկսել ենք շատ բարդ ընտրել
շատ բարդ որոշումներ ենք կայացնում, ու ստեղից հարց է առաջանում, ոնց դու կարաս լինես պրոդուկտիվ, եթե դու ընդհանրապես չգիտես, թե ինչ ես ուզում։ Կարճ պատասխան ոչ մի ձև, ու հիմա այստեղից հարց կառաջանա։ Բա մեզ էս պրոդուկտիվությունը պետք էր։ Իրականում պրոդուկտիվությունը, ինձ թվում է այդ բոլորը գիտեն, երբ որ թարգմանում ենք նաև հայերեն, արդյունավետություն, ինքը տնտեսական տերմին է, ու ինքը ծագում է ավելի շատ կորպորատիվ աշխարհից, այդ կյանքից, որտեղ արդյունավետությունը ու ծավալը, այսինքն ինչքան աշխատանք է տարվում ու ինչքան արդյունք ես դու ստանում, իրանք միշտ գերակա են։ Ու մեծ կորպորացիաները, իրենք միշտ ցանկանում են, որ դուք հնարավորինս ջանասիրաբար, այսպես ասած, աշխատեք, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ գումար վաստակել հենց ձեզանից։ Ու այս սկզբունքները, ցավոք սրտի, փոխանցվում են արդեն երկար տարիների իհարկե մեր անձնական կյանքի վրա։ Ինչ որ չափով իրենք հիմնականում անօգուտ էլ կարան լինեն ու նաև հուզականորեն վնասակար, որովհետև մարդիկ դեպրեսիաներ են ստանում, կոնստանտ ստրեսի տակ են, որ օրինակ չեն հասցնում կամ ինչ-որ բան իրանց մոտ չի ստացվում, ու այս գործընթացների կոնստանտ օպտիմալացումը, որը մենք էլ ենք իրականում անում մեր կյանքի հետ, եթե նկատեք, մենք էլ ենք վերածվում որպես անհատներ մի հատ մեծ կորպորացիայի, այս ամեն ինչը թիմերի կառավարման համար է, բայց ինքը ուղղակիորեն դարձել է մեր անհատական խնդիրը, ու ոնց ենք մենք այս խնդիրները լուծում։ Ու արդյունավետ լինելը, այդ նպատակներ սահմանելը, այս ամեն ինչի անշուշտ վատ չի, բայց կարևոր է հասկանալ, թե երբ է դա իսկապես վնասակար դառնում։ Գլուխ 3. Պրոդուկտիվությունը պաշտպանմունք է, թե ոչ։ Այո, պաշտպանմունք է։ Ստե ուզում եմ խոսել նաև FOMO-ի, օբսեսիվ վիճակների մասին։ Ընդհանրապես մարդիկ, ինչպես արդեն ասեցինք, նրան չեն հասկանում, թե որ տեսակի պրոդուկտիվությունն է իրենց համար, որովհետև պրոդուկտիվության տարբեր տեսակներ էլ կա, եթե ավելի շատ խորանանք։ Բայց միևնույն ժամանակ նրանք անում են 1000 տեսակի բան, ուղղակի պրոդուկտիվ երևալու համար։ Ու ցավոք սրտի մենք ապրում ենք մի մշակույթում, որը թելադրում է մեզ, թե ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք այս կամ այն հաջողությունը ու հստակ հաջողության տեսակը, ոչ թե այն հաջողությունը, որը մեր համար կլիներ ամենաօպտիմալը։ Հիմնականում այդ պրոդուկտիվության մշակույթը ստիպում է մեզ, որ մենք ինքներս մեզ դնենք կենտրոնում, դառնանք ավելի ինքնակենտրոն, եսասեր, ասում է գտիր քեզ, դարձիր քո լավագույն տարբերակը, դու պետք է միշտ սովորես, դու պետք է միշտ շարժվես ու ամենակարևորը դու պետք է միշտ աճես։ Թե ինչքան դու կարաս աճես, չգիտեմ, Ֆրոյդի մենք դդում չենք, որ ոնց որ շատ մեծանանք, բայց ինչևիցե այդ մեր պրոդուկտիվության այսօրվա պաշտպանմունքի տեսակն է։ Ու այս մոտեցումը հաճախ գերանհատական է, պետք է ասեմ, որովհետև երբ որ մենք կորցնում ենք մեր կյանքի իրական նպատակը, այսինքն այն նպատակը, որը մեր համար կարևոր է, մեր ներդրումն է մեր իսկական կյանքի մեջ, կամ երևի ավելի ճիշտ կլինի, եթե ասեմ այն իմաստն ենք կորցնում, ապա մենք փորձում ենք այն գտնել չափանիշները հաշվելով, չգիտեմ, այնտեղ քայլերը, ինչքան դու այսօր քայլեցիր, ինչքան քաշ ունես, կորցրել ես թե չէ, կալորիաները, որոնք դու ուտում ես, կամ ինչքան առաջադրանքներ ես հասցրել օրվա ընթացքում ավարտես։ Բայց մենք մոռանում ենք, որ մեր լավագույն տարբերակը, այսինքն ոնց ենք մենք ուզում դառնալ մեր լավագույն տարբերակը, դրա վրա կենտրոնանալով մենք նաև մեկուսացնում ենք ինքներս մեզ արտաքին աշխարհից։ Ու այդ ամեն ինչը նաև ձևավորում է FOMO, fear of missing out, որովհետև մենք կարծում ենք, որ մենք անընդհատ ինչ-որ բան ենք բաց թողում։ Ու մեր լավ տեսակը, մեր ամենալավագույն տեսակին հասնելու համար, մենք անընդհատ կոնստանտ վախի տակ ենք, որ մենք ուրիշը արեց այդ արդեն, իսկ մենք այդ չարեցինք։ Ու ստեղից գալիս է այդ օբսեսիվ պաշտամունքային մտածելակերպը, ինչը շատ վատ ազդեցություն է ունենում ու ցավոք սրտի հիմնականում աղջիկներն են դրա տակ, այդ ստրեսի տակ։ Ու ես ահավոր տխրում եմ այդ իրավիճակից, որովհետև հերիք չի, որ մենք որպես կանայք ունենք շատ խնդիրներ այսօրվա կապիտալիստական աշխարհում, բայց էդ էլ որ հավաքվում է մեր գլխին, այդ ավելի բարդ է դառնում։ Մի կողմից էլ դուք ու երևի մի հազարավոր YouTube-ի մոտիվացիոն
սպիկերներ ու այդ հայտնի TED Talker-ները կասեն, հա, բայց կյանքը կդառնա ձեր նախագիծը, դուք կունենաք image, branding, հիմա սա սեփական բրենդի մասին են, չէ, անverջ խոսում։ Բայց եթե դու ուզում ես քո լավագույն եսը դառնաս, ուրեմն դու նաև պետքա աճես։ Բայց այն միտքը, որ աճը հնարավոր է միայն ցավի միջոցով, ու դու պետք է իրոք ճռաս, ինքնախարազանվես, այդ է իմ կարծիքով ահավոր տոքսիկ, որովհետև այդ նույն YouTube-յան սպիքերները, որ անընդհատ նայում ենք, որ իբր անասուն մի հատ մոտիվացիոն չոր վիդեոներ են գցում, ստացվում է, որ իրենք լուրջ խաբում են մեզ, բայց մենք իսկապես ունենք ներքին համոզմունք, որ դու պետք է տանջվես, որ քո մոտ ինչ-որ բան ստացվի ու դու լինես պրոդուկտիվ։ Բայց ես կարծում եմ, որ ինչքան էլ կյանքը դառնում է անձնական նախագիծ ու չգիտեմ, դուք անընդհատ իհարկե ակնկալում եք արտաքին աշխարհի վալիդացիային, բայց անընդհատ քո վրա կենտրոնանալը կարող է նաև քեզ շատ դժբախտ ու նաև շատ միայնակ դարձնի, որովհետև դու կաղապարվում ես, որովհետև դու կարծում ես, որ դու դեռ լավը չես ու էլի հա աղջիկների տարբերակով միշտ աճի տեղ կա, միշտ բարելավելու տեղ կա, բայց դու հիմա ես իդեալական, ուղղակի հանգստացի ու ընդունի քեզ ոնց կաս։ Երբեմն օգտակար է որոշ ժամանակ մոռանալ իսկականից քո մասին։ Տուպը ապրիր օրով, ապրիր պահով ու այդ ժամանակ գալիս է մի հատ խաղաղության ալիք, նույնիսկ եթե կողքից նայողները քեզ չդիտարկեն որպես պրոդուկտիվ կամ արդյունավետ, բայց քո համար է այդ արդյունավետ։ Հենց այդ է մեր հաջորդ գլխի կենտրոնական գաղափարը, գլուխ 4 ակտիվ գործունեության նմանակում կամ ինքնախաբեության նուրբ արվեստը։ Երբ որ մարդիկ պրոդուկտիվությունը, իրանց պրոդուկտիվությունը չափում են ուրիշի պրոդուկտիվությամբ ու չեն կարողանում սահմանել ինչ է պրոդուկտիվությունը իրանց համար։ Պրոդուկտիվության մշակույթը շատ հաճախ խաղում է մեր ամենաթույլ բնավորության գծերի ու մեր անհատական բարդույթների հետ։ Ու շատ հաճախ ինքը թույլ չի տալիս, որ մենք կանգնենք մի պահ ու մտածենք, թե այդ պահին մենք ինչ ենք անում ու ինչ ենք ուզում ընդհանրապես անել։ Ակտիվ գործունեության նմանակումը շատ հաճախ այն մարդկանց մոտ է, ով ուզում են ապրեն գալչկայի համար։ Այսինքն գնացիր գրադարան, 10 ժամ ձև տվեցիր, թե դու այնտեղ ինչ-որ բան ես սովորել, բայց քո համար այդ ոչ պրոդուկտիվ էր, դու ուղղակի արեցիր այդ, որովհետև պասիվ ես ու բոլորը արեցին, դու էլ որ հետ չմնաս գնացիր նույն բանը արեցիր ու ակտիվ գործունեության նմանակումը այսօր ցավոք սրտի այնքան է աճում, որ մարդիկ իրենց համար ստեղծում են նույնիսկ խնդիրներ, նոր առաջադրանքներ գործի տեղը, մենակ որ ցույց տան, որ իրանք շատ ակտիվ կյանք ունեն ու իրանք շատ պրոդուկտիվ են։ Ու այս մի հատ ինքնախաբեության նուրբ արվեստ է, որը ես այդքան չեմ հասկանում։ Օրինակ, բերեմ Instagram-ում տեսնում ենք միայն սպիտակուցային սննդակարգի առավելությունների մասին։ Չգիտեմ, տեսել եք այն, որ հավկիթի սպիտակուցը առանձնացնում են, մենակ հավկիթն են տապակում, ինչքան հնարավոր շատ սպիտակուց ուտելու համար։ Հասկանում եք, որ օքեյ, եսի կօգնի, նայեցիք այս վիդեոն, հասկանում եք, որ այդ կօգնի ավելի արդյունավետ դարձնել ձեր քաշ կորցնելը, կամ չգիտեմ, որ ավելի շատ սպիտակուց անեք ու նմանակում եք դրա մասին։ Ու նմանակում եք այդ ամեն ինչը։ Բայց արդյոք ձեզ ընդհանրապես այդ պետք էր։ Կարող է ձեզ դի վնասի։ Այսինքն այդ ակտիվ, պրոդուկտիվ գործունեության նմանակումը այսօր վերածվել է մի հատ FOMO-ի, որ վայ ինքը արեց, բայց ես էլ անեմ, հետ չմնամ։ Ու այս գրադարանի օրինակը նորից բերեմ, արդյոք 6 ժամ գրադարանում նստելով դու ինչ-որ բան սովորեցիր, իհարկե ոչ, դու նմանակում ես զգացմունքը, ցույց տալով, թե բա տեսեք, ես անում եմ, հա անում եմ, բայց պրոդուկտիվությունը ամենակարևոր իր սպեկտրով, այդ լավ արդյունքն է, ինքը կարա երկար ձգվի, բայց դու 6 ժամ ոչինչ չես արել, ու օքեյ չի ես ամեն ինչ, այսինքն դա ինքնախաբեություն է, իսկ ինքնախաբեությունը ամենավատ բաներից մեկն է։ Գլուխ 5, բա երբ ապրենք, երևի պարզ է, նույնիսկ շատ ճիշտ է այս պարագայում հարցնել, բա երբ ապրենք,
Չգիտեմ դուք ոնց, բայց ես այս վերջերս անընդհատում եմ ու մտածում եմ, որ այս պրոդուկտիվության տոքսիկ մշակույթը փորձում է խլել իմ ժամանակը։ Ու այդ Անահիտն է, ում ժամանակը խլել են օրինակ բակալավրի սկզբում, որովհետև ես կարծում եմ, որ ավելի շատ բան անելով ես ավելի լավն եմ դառնում։ Ու այս պրոդուկտիվությունը նաև ստիպում է մեզ հետևել այլ մարդկանց երազանքներին, նպատակներին, արժեքներին, չնայած մենք մոռանում ենք մեր մասին, ու մենք մոռանում ենք մեր սեփական նույնիսկ, գիտեք, իրենք կարան շատ անարժեք, որ ոչ մի օգուտ չի բերում, բայց այն զբաղմունքների մասին, որոնք մեզ իսկապես երջանիկ են դարձնում։ Այս վերջերս մի հատ գիրք էի կարդում, Byung-Chul Hanի փիլիսոփական գրքերից մեկն էր, շատ հետաքրքիր փիլիսոփական մտքեր ունի, բայց գիրքը կոչվում է Ժամանակի բույրը, ու հենց այս գրքում ինքը քննադատում է մշակույթը մեր այսօրվա, այս տոքսիկ արագ փոփոխվող, արագ ընթացող մշակույթը, կյանքի արագացումը, ասելով, որ կյանքի արագացումը մեր կյանքը ավելի լիարժեք չի դարձնում, ու որ լիարժեք կյանքը չի կարող բացատրվել միայն իրադարձությունների գումարով, նույնիսկ շատ կարճ, ինչ-որ ոչ լիարժեք թվացող, բայց իրականում շատ էլ լիարժեք կյանքը կարող ունենա շատ մեծ իմաստ, եթե ինքը ինչ-որ ներդրում է ունեցել օրինակ աշխարհի մեջ, կամ ինչ-որ սինթեզ է ունեցել, որը չգիտեմ, ինչ-որ դրական բան է բերել այս կյանքում ու այս աշխարհում, ինչը ես շատ հետաքրքիր եմ գնահատում, այստեղ կդնեմ իր գրքից մի հատ հատված, որ շատ հետաքրքիր էր, բայց այս փոքրիկ հատվածում նաև խոսում է կարճ պատմվածքների ու կարճ պատմվածքների ուժի մասին, շատ կարճ պատմությունը կարող է առաջացնի շատ հզոր պատմողական լարվածություն, ու ես լրիվ համաձայն եմ դրա հետ, պետք չի, որ ամեն ինչ լինի ահավոր երկար, որ ունենա 100%-անոց արդյունք։ Ուղղակի պարզ ասում է, որ պետք չի, որ դու անես 150 առաջադրանք, որպեսզի դու գոլ լինես քեզնով, որպեսզի դու առաջ շարժվես, որպեսզի հասնես մեծ հաջողությունների։ Ուղղակի պետք է հասկանաս, որ ժամանակը մի վայր է, որտեղ դու պետք է կարողանաս լինել այստեղ ու հիմա, այսինքն ապրես, քո փոքր սովորությունները տանես, արդյունավետ հոբիները վերածես ուղղակի սիրելի հոբիների, որոնք քեզ ինչ-որ երջանկություն են պարգևում, հասկանաս, որ դու պարտավոր չես միշտ կատարյալ բան ստեղծես, ամեն ինչ չի հակված հաջողության ու այդ հնարավոր չի։ Ու հենց այս փոքր բաները, որոնք իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, հենց այն հիշողություններն են, որոնք պահպանվում են քո հիշողության մեջ ու քո ուղեղում։ Օրինակ ես չեմ հիշում, թե այն օրերը, որոնց ընթացքում ես օրինակ 500 առաջադրանք task եմ արել, բայց ես հիշում եմ ոնց էի ու ես լուրջ հիշում եմ, ես Բարբի մուլտիկ էի նայում մի քանի շաբաթ առաջ, ահա որ արևոտ եղանակ էր, բայց մի անգամից քամի սկսեց, կարկուտ եկավ, ահա որ, հետո ես կեշու էի ուտում, մեկ էլ շոկոլադով բանան։ Այս այն նրա մասն է, որ թե ինչ կարևոր է լինել այստեղ ու հիմա, ու ոնց է սենց բաները ձևավորում քեզ, քո օրը, քո իրականությունը, ոնց է ամեն ինչ ավելի կախարդական դարձնում ամեն ինչ։ Նպատակներն ու ծրագրերը միշտ վերաբերում են ավելի շատ ապագային ու այն տարբերությանը, թե որտեղ եք դուք հիմա ու որտեղ պետք է լինեք, բայց օգտակար է շատ փոխել ուշադրության կենտրոնը, ոչ թե մտածել անցյալի կամ ապագայի մասին, այլ մտածել հիմիկվա մասին, ներկայի մասին ու այն կյանքի մասին, որը դու հիմա ես ունենում։ Սիմոն Վեյլն ասել է, որ ուշադրությունը առատաձեռնության ամենահազվագյուտ ու ամենամաքուր ձևն է։ Ես շատ համաձայն եմ այս խոսքերի հետ։ Ու ուզում եմ, որ մենք աղջիկներս մեզնից յուրաքանչյուրը մեր ուշադրության կենտրոնում դնի մեր հոգին ջերմացնող երևույթները։ Արեք դմբոյություններ, հիմար ֆիլմեր նայեք, երեկոյան շուտ պարկեք քնելու, ու եթե չեք հասցնում ավարտել մի բան, ձեզ մի մեղադրեք, մի ինքնախարազանվեք, չեմ ասում կորցրեք պատասխանատվության զգացումը, այս ֆիքսենք, բայց ասում եմ, որ ավելի ոչ պրոդուկտիվ լինեք։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու եք դուք ուզում լինել պրոդուկտիվ։ Այս ֆիքսեք ձեր համար։ Եթե դա ուղղակի ինչ-որ նմանակում է, ապա դուք զբաղվում եք ինքնախաբեությամբ ու իրոք այս ոդկասթը լսելուց հետո հույս ունեմ կօգնի ինչ-որ ձև պրոդուկտիվությանը մի քիչ ավելի կրիտիկորեն վերաբերվելու։
մենք պետքա ավելի շատ ուշադրություն դարձնենք ինչ-որ բանի, ոչ թե այն պատճառով, որ այն օգտակար է, այլ որովհետև ինքը գոյություն ունի ու կարևոր է հենց քո համար, այլ ոչ թե ուրիշների։ Ու գիտեք, մենք բոլորս իրականում խորը գիտակցում ենք, թե ինչն է կարևոր մեզ համար։ Մենք պարզապես պետք է դադարենք թույլ տալ ուրիշներին ասել, թե ինչքանով ես դու պրոդուկտիվ կամ ինչքանով է քո նպատակը կարևոր։ Երևի այսքանը, չնայած պրոդուկտիվության թեման մի ծով է անեծր, բայց ես փորձեցի հնարավորինս փոքր էսեանման տարբերակով շարադրել իմ մտքերը այսօրվա էպիզոդի մեջ։ Շատ մեծ հույս ունեմ, որ այս ինչ-որ մեկին կօգնի։ Սիրում եմ ձեզ շատ եւ